Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով Facebook-յան ձեռքով սրտիկներ է ցույց տալիս, դուք դա ձեզ վերագրում եք եւ որքանով է լուրջ երկրի ղեկավարին նման բաներ անել է։ Սրտիկներ անում, ում են պետք քո սրտիկները, իմ սիրտը լավ աշխատի, որ ես կարողանամ իմ գոյությունը պահպանեմ, քո իշխանության օրոք իհարկե։ Այս սրտիկները ում համար ես անում։ Ում համար է անում։ Այդ արդեն ինքը գիտի։ Ըստ ձեզ ում համար է անում։ Ոյ, չգիտեմ, Ազիզ ջան, չգիտեմ ինչ ասեմ։ Սրտիկներ անելով մանա գալիս։ Էդ ում է պետք քո սրտիկները։ Սրտիկներդ քո կնոջ, քո երեխեքի համար արա, որ չգիտես երեխերքդ որտեղ են, ինչ են անում, ինչով են զբաղվում։ 4 երեխա ունես։ Որ ժողովուրդը քեզանից օրինակ ծառայի։ Սխալ չեմ ասում, չէ՞ Ազիզ ջան։ Ամբողջ օրը գյուղերն ու քաղաքները մանա գալիս, ինչ ես ման գալիս։ Դու չես զգում, որ ժողովրդի շատը քո վրա է ծիծաղում, քեզ ձեռք են առնում։ Դու չես ամաչում։ Նախ իշխանությանը վայել պահված չեմ համարում, դա այսպես ասած բարեպաշտ, առաքինի, տղամարդու կեցված չեմ համարում ես։ Մի քիչ ցինիկ, ղզիկ կասեի, տղամարդ տեմբոլ է երկրի, վարչապետը տենց ապահում իրան, մի քիչ աղաղություն բաց ունենա, միթե այն մարդը երբևէ չի նայել Կարեն Դեմիրճյանին հերոստատեսությամբ, մի քիչ օրինակ վերցնել, մարդիկ նրան սիրում էին ոչ միայն նրա աշխատանքի համար, նույնքան անգամ սիրում էին նրան որպես աղամարդ։ Մեր հայկական լեզվով ասած աղայավարի պահելու համար իրան սիրում էին։ Ես ինչ ասեմ, սրտիկ ինչ է, վանել մի ուրիշ մատով էլ նշան կա, չէ, այսպես ասած ամբարոյական նշաններ կան մատերով, կարող է տենց էլ մի հատ էլ մեզ ցույց տա, չնայած ասել այն ամբիոնից, ես լսել եմ, մի անգամ ասել եմ, որ ինչ ուզենամ, այն էլ կանեմ։ Ամեն մարդ գտնում է ինչ-որ մի բան, որ մեկ որոշ մարդկանց մոտ ոնց են ասում համակրելի է, լի ուղղակի հարգել բանանեն ամիջը։ Իշխանությանը բայել պահված կա։ Չէ, դա առավոտապես լրացիչ բաներ է, էլի, այդ ժեստը, հիմիկան բան, այդ տիպի։ Չգիտեմ, սրտիկները իր քպականների համար ան։ Ոնց որ մի հատ մանկապարտեզ երեխեն խաղալիքի ձերին ես փռցնից ես տանի բերի։ Այդ ինչի համար անում։ Ինչա Փաշինյանը հասկացան։ Ղեկավար մարդ դու գնում ես ավտոբուսի մեջ նստում կարտոշկեն ուտում շպրտում, ասում ես տակա։ Դա լայեղական չի մեր ղեկավարին։ Կամ էլ լահմաջև ուտում, կամ կուկուրուզ ուտում։ Այդ որ մի այսքան տարվա 70 տարվա մարդ հմրա մեզ տենց ղեկավար չենք տեսել որ գնա բանի ժողովրդի դեմը սկսի ուտելը ասի լցրու խմեմ եմ որ ասма ճաշի մեջ որ մի հատ կեղտոտ շերեֆ ենք ցույց այդ ճաշը հրավում է չէ հիմա իրան եթե չեմ սխալվում 200 ցավել պետություն կա չի աշխարհում ոչ մի պետական այր հեռախոսի կամ տելևիզորի առաջ չի կաղնել ինչ-որ մի բան կերել, կա տրադիցիա, մի հատ գավաթ շամպանսկա կամ կինի ալսրել, ես այս տրադիցիոնն ասալ են, հա, գործարքը կատարվեց, սենց պրիգուբիլիս և դրել են սեղանին։ Դու ես մարդը մի քիչ իրան լավ չեմ անում, տորի ծեր առնում ժողովրդի, համար չի կարելի, աուտում ես գնան չուզում ես ծեր տանը կեր, գնան ռեստորանում նստի կեր, կաֆե, ինչի է պետ օրինակ այդ իրարակները ցույց են տալիս տելևիզորով, ես ինչ իմանա Ֆրանսիա խոնձերը ուտում, ստեղ կարտոշկա ուտում, հա կեր, ցավը տանը, մարդը նրա համար որ ուտի, բայց ուտելին ձև կա, չէ վերջապես, սիրուն չէ, դու պետության գլուխ ես, քեզանով պիտի մարդիկ երթվեն ասին, այ այս է մրղաշայ Փաշինյանն է, բայց փաստորեն դու այնից ցանով որ քեզ չսիրեն։ Ասում Արցախ մի ասեք ցավալի է, այդ ցավը տանեմ, Արցախի մեջ մի կեղտոտ խոսք չկա, էլի տառերը, հայկական տառեր, Արցախ, ոչ քփուր կա, ոչ բան կա, այդ խոսքը քեզ ինչա վիրավորում։ Կամ փոխանակ դու ասես հատա մեռնա, պատու ախպեր ջան, բանի նման են ձենովան նման կառնել եք, ասում եք, ով ինչ ուզում է կտանք, մենակ դե մեզ լավ նայեք։
Զենը հանը տարավ են ժամանակ, էլի չէ մորթեցին հայերին։ Մարդ արարած, պիտի մի քիչ գլխով էլ մտածել։ Հիմա մեծամասնություն ստամոքսով է մտածում եւ մոռանում են, որ ստամոքսով մտածողները վերջում սպանդ են ենթարկում։ Ազգնել նույնպես մի սպանդ է դարկում, որովհետեւ ճիշտ են մտածում, գոնե մի քանի տոկոս ուղեղ են պիտի օգտագործեն։